Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին խոսելու ենք Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման մասին Եզրաս Ներսիսյանի, որը պաշտոնական զբաղեցնում է Ռուսաստանում հայ առաքելական եկեղեցու ղեկավարի պաշտոնը, եւ ռուսական եկեղեցու բարձր պաշտոնյա ներկայացուցչի հետ, որը ղեկավարում է արտաքին կապերը Մոսկվայի պատրիարքարանում եւ անվանվում է միտրոպոլիտ Վոլոկալամսկի Անտոնի, եւ այդ միտրոպոլիտը շատ լուրջ հայտարարություններ է արել հայտնի KGB-ի գործակալ Եզրաս Ներսիսյանի եւ Կտրիչ Ներսիսյանի եղբոր ուրեմն հետ հանդիպման ընթացքում։ Եվ մենք ձեր հետ միասին այստեղ վերլուծելու քիչ բան ունենք, որովհետև այս թեմայի մասին մենք շատ ենք ձեր հետ խոսել, այս թեմայի մասին մենք պատասխան տալու եւ կոնկրետ քայլեր նախաձեռնելու պարտականություն ունենք, այսինքն դեռ հասկանանք ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել եւ հետո արդեն անցնենք մեր հարցերին։ Իրանք այդքան չկան, որ մենք այս թեմայի շուրջ շատ ձեր հետ միասին վերլուծենք, որովհետեւ ազգի համար ամեն ինչ պարզ է, ով է Կտրիչ Ներսյանը, ով է Եզրաս Ներսյանը, առհասարակ պետք է սկսել նրանից, որ ինչպես կարող է Կտրիչ Ներսյանի եղբայրը լինել ռուսական թեմի առաջնորդ, դա շատ մեծ հարց է արդեն։ Իրանց համար եկեղեցին, մեր եկեղեցին, դա ընտանեկան բիզնես է, իհարկե այո, Կտրիչի համար այո, գյուղի, իր սեփական գյուղի, մենք գիտենք մեկ գյուղից ինչքան հոգևորական ճակերտներում այդտեղ կա եւ ինչ մաֆիոզա կլանական համակարգ է Կտրիչը ստեղծել, բայց իր եղբորը իհարկե պետք է KGB-ի գործակալին հանձներ ամենակարևոր ուղղությունը Ռուսաստանի ուղղությունը, այն կարևորությամբ նկատի ունեմ, որ կարելի է ասել Եզրասը ինչ որ առումով ոչ պակաս նշանակություն եւ կարևորություն ունի, քան Կտրիչ, հասկանում եք, երկու աղբոր մասին որ խոսք է գնում, փաստացի, եթե հրեշ պատկերացնենք, երկու գլխանի հրեշ է։ Ռուսաստանից հիշեցինք նաև, հա, Ռուսաստանի պատկերը հայտնի, ապա երկու գլխանի հրեշ, այո, եւ եթե մի գլուխը իջմիածնում այստեղ իդեմս Կտրիչ Ներսյանի, ապա մյուս գլուխը իդեմս իր հալալ աղբոր, հարազատ աղբոր, Եզրաս Ներսյանի է։ Եվ հայտարարությունները տեսնենք։ Այստեղ հստակ խոսք է գնում նրա մասին, որ, տեսեք, հանդիպման ընթացքում քննարկում է տեղի ունեցել եւ այդ ռուսական եկեղեցու բարձր պաշտոնյան arczepiskopos Եզրասին ճակերտներում իհարկե առաջարկել է աջակցություն, այսինքն աջակցություն է հայտնել այն ճնշման պատճառով, որը տեղի է ունենում հայկական եկեղեցու վրա։ Սա բառացի այն է, ինչ ասվեց։ Բացի դրանից, միտրոպոլիտ Անտոնին ընդգծել է, որ ռուսական ուղղափառ եկեղեցին խորը մտահոգված է փորձերով կտրուկ ուրեմն ներխուժել հայկական եկեղեցու գործերի մեջ Հայաստանի կառավարության իշխանության ներկայացուցիչների կողմից եւ համարում է ուրեմն անընդունելի փորձերը արհեստական ձևով ստեղծել ճակ կամ այսպիսի բաժանում հավատացյալների միջև։ Arczepiskopos Եզրասը ուրեմն հյուրին պատմել է հայ առաքելական եկեղեցում իրավիճակի մասին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Հարգելի հայրենակիցներ, այսինքն մենք այստեղ պարզաբանենք, հա, ռուսական եկեղեցու մասին է խոսքը գնում, կոնկրետ մեկ ուրեմն իրանց միտրոպոլիտի մասին չէ, այլ քննարկենք սա ինչպես ռուսական եկեղեցին։ Առաջին հերթին արձանագրենք, որ այդ համակարգը, որտեղ որ եկեղեցին վերահսկվում է KGB-ի կողմից, դա ծնված է ռուսական եւ սովետական համակարգներից առհասարակ։ Դա իրանց ձևավորված մոտեցումն է, այսպիսի ուրեմն KGB-ի քաղաքականությունը այդպիսին էր։ Եվ եթե համեմատենք խոսքին առաջատար այսօր երկրների, խոսքին Միացյալ Նահանգներին, որտեղ որ կրոնի ազատությունի բարձրագույն աստիճան կա եւ ես վերջերս երբ Միացյալ Նահանգներում էի նաեւ ուսումնասիրում էի այդ հարցերը,
ազատությունները նկատի ունեմ տարբեր փոքրամասնությունների, էթնիկ խոսքին խմբերի, այդ թվում կրոների ազատությունները, մարդկանց իրավունքները, ազատությունները եւ այլն, մի խոսքով հենց ազատության գաղափարի շուրջ էր նաեւ իմ այցը, որտեղ որ ես հրավիրված էի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի կողմից ինչպես խոստումնալից առաջնորդ։ Եվ պետք է ասեմ, որ այս ուղղությամբ հստակ է մեծ տարբերությունը, բայց ամենակարևորը այն է, որ հիմա Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին բացահայտ այստեղ ասում է, որ իրանք մտահոգված են Հայաստանի կառավարության ներխուժումով, այսպիսի կտրուկ, կոպիտ ներխուժումով կրոնական գործերի մեջ։ Հիմա այստեղ արձանագրենք, արգելի անկիսներ, ուրեմն ռուսական եկեղեցին եկել է եւ մեզանից, հայ ժողովրդից, Հայաստանի քաղաքացիներից եւ ուղիղ պետք է ասենք, մեր կողմից ընտրված հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների, հայ ժողովուրդը իր ազդեցություն ունի, ինչ որ մասը աջակցում է, կամ մասը երևի չի աջակցում, իհարկե, հարցը դրանում չի։ Ընդհանուր առումով հարց, որ լեգիտիմ են այս իշխանությունները եւ ընտրված ժողովրդի կողմից, չկա։ Դա փաստ է։ Այսինքն, մեր կողմից ընտրված լեգիտիմ իշխանությունը, որը կայացնում է այն որոշումները, այն էլ մենք ասում ենք, որ դանդաղ է կայացնում այս որոշումները, որը անհրաժեշտ է հայ առաքելական եկեղեցու բարենորոգման համար եւ օտար ազդեցությունից, այդ թվում ռուսական ազդեցությունից բացահայտ ազատելու համար, այդ քայլերը քննադատում է ռուս եկեղեցին եւ ասում է, որ մի ներխուժեք կրոնական գործերի մեջ։ Այստեղ մի հատ կանգնեք, իրանց նկատի ունեմ, որովհետև երբ դուք ասում եք մի ներխուժեք, այստեղ գրված է, կարդում եմ հիմա իրանց հենց էջի վրա գրված այս ռուսերեն հայտարարությունը։ Երբ դուք ասում եք մի ներխուժեք կրոնական գործերի մեջ, այդտեղ մի վայրկյան կանգնեք եւ ավելացրեք խոսք հայկական եկեղեցու, որովհետև երբ դուք ասում եք կրոնական գործեր, Հայաստանի կառավարությունը չի ներխուժել Ռուսաստանի կրոնական գործերի մեջ, Բուլղարիայի կրոնական գործերի մեջ, կամ չգիտեմ, որևէ ուրիշ պետության, հարևան, ոչ հարևան, չգիտեմ, խոսքի Ուկրաինայի կրոնական գործերի մեջ, Բելարուսի կրոների կրոնական գործերի մեջ, ոչ, Հայաստանի կառավարությունը ընտրված ժողովրդի կողմից, այսինքն մեր կառավարությունը, մեր իշխանությունը, ներխուժել բառը չգիտեմ ինչքանով այստեղ ճիշտ է, որովհետև ինչպես է ներխուժել ստացվում, եթե մենք հայերս զբաղվում ենք մեր եկեղեցու գործով։ Հիմա այստեղ գրված է եկեղեցական գործեր։ Գիտեք, Հայաստանի կառավարությունը կամ մենք չենք ներխուժել նրա մեջ, արարողությունները ինչպես պետք է տեղի ունենան, ինչ զգեստի միջոցով, ինչ ձևաչափով, որը որից հետո է։ Այդ ամենը կրոնական առումով երկար ժամանակ է ֆիքսված է, այդտեղ նորություններ չկան։ Հայ առաքելական եկեղեցու այդ գործունեությունը, կրոնական, եկեղեցական գործողությունները։ Ինչ վերաբերվում է եկեղեցու քաղաքական գործունեությանը, ապա այդտեղ եկեղեցին առհասարակ մենք գիտենք, որ բաժանված պետք է լինի եկեղեցին եւ պետությունը իրարից։ Հիմա երբ եկեղեցին ներխուժում է պետական գործերի մեջ, պետությունը ներխուժում է եկեղեցու գործերի մեջ։ Բայց այստեղ կա մեկ կարևոր նաեւ պատճառ։ Երբ օտար պետությունը ներխուժած է մեր եկեղեցու գործերի մեջ, ապա մեր պետությունը պետք է ներխուժի մեր եկեղեցու գործերի մեջ եւ ավարտի այն, որ օտար պետության ծառայությունները հատուկ ներխուժած են մեր եկեղեցու գործերի մեջ։ Այսինքն այստեղ ամենակարևորը այն է, որ ռուս ուղղափառ եկեղեցին ասում է Հայաստանի կառավարություն մի ներխուժի Հայաստանի եկեղեցու գործերի մեջ։ Իսկ մենք այստեղ ազգովիձս հարց ենք տալիս, դուք ով եք։ Դուք ով եք, որ այդ մեզ ոչ թե խորուրդ, այլ խորին մտահոգված եք։ Եղեք մտահոգված, մեզ ինչ։ Մեզ դա որևէ ձև չի վերաբերվում։ Ձեր մտահոգվածությունը ձեզ պահեք։ Երբ Արցախի 120,000 բնակիչ 9 ամիս շրջափակման մեջ էր,
ընկած։ Մենք մի անգամ ձեզանից չենք լսել, որ դուք մտահոգված լինեք։ Այո, ավելին, մենք շատ լավ ազգով հիշում ենք ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվում գործող հոգևորականների հայտարարությունները։ Այդ ժամանակ մտահոգված չէիք, ուրեմն 120,000 հայ, որի վրա ձեր պետությունը պատասխանատվություն ուներ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ինչպես խաղաղապահ, եւ Լաչինի միջանցքը ձեր պետությունը պետք է ապահովեր փաստաթղթով։ Դուք մտահոգված չէիք։ Իսկ հիմա ինչ որ Եզրաս Ներսիսյանի եւ Կտրիչ Ներսիսյանի հարցը երբ կանգնել է, թե իրոք մեկը կարծում է, որ կառավարությունը եկեղեցու դեմ է պայքարում։ Այդ դեպքում պետք է ասել Կտրիչ Ներսյանը եկեղեցի է։ Մենք սրա մասին բազում անգամ խոսել ենք, ասա IQ թեստ է իրականում, մարդ հասկանում է, թե չի հասկանում, որ Կտրիչ Ներսյանը կարա եկեղեցի լինի, թե չի կարող եկեղեցի լինի։ Եվ ասում ենք հայկական եկեղեցի Կտրիչի նկատի ունենք։ Ոչ։ Եթե նկատի ունենք, պղծում ենք ամեն ինչ։ Հիմա այս մարդիկ պղծում են, ասում են դուք խառնվում եք եկեղեցական գործերի մեջ։ Մենք չենք ոչ մեկ չի խառնվում եկեղեցական գործերի մեջ։ Մենք խառնվում ենք Կտրիչ Ներսիսյանի եւ իր փոքրիկ համակարգի մարդկանց, այնպիսի մարդկանց, ինչպիսին բոլորս ենք։ Հասարակ մարդկանց, սա նորություն չէ կարծում եմ, այո, ոչ մի առանձնահատուկ Կտրիչ Ներսիսյանը ոչ մեկից չի տարբերվում նրանով, որ ինքը զգեստ է հագնում եւ այդտեղ նստած հայտարարություններ է անում։ Ոչ մի բանով չի տարբերվում։ Եթե մեկը կարծում է, որ ինչ որ մի բանով տարբերվում է, ապա դրան պետք է այնպիսի աջակցություն ժողովրդից, որ մարդիկ ասեն, այո, այս մարդը այդքան բան է արել, որ առանձնահատուկ է։ Իսկ մենք կարող ենք ասել Կտրիչ Ներսյանը եւ Եզրաս Ներսյանը առանձնահատուկ թալանչիներ են, առանձնահատուկ եկեղեցի պղծողներ են, առանձնահատուկ KGB-ի գործակալներ են։ Այո, մնացած ուրիշ բանի մասին ես չգիտեմ, որ առանձնահատուկ իրանք ինչ որ բան ունենան։ Հիմա այս տրամաբանությունով պետք է հստակ ասել, տեսեք, ինչ է նաև ասվում, որ համարում են անընդունելի փորձերը արհեստական հարգելի հայրենակիցներ, ձևավորել բաժանում հավատացյալների մեջ։ Դուք ուր, հավատացյալ հայ ժողովուրդը ուր։ Ձեր հետ ինչ կապ ունի այդ հավատացյալ ժողովուրդը, կամ ինչ բաժանում հավատացյալ ժողովրդի մեջ։ Մենք հիշում ենք Կտրիչի խոսքերը, բա ժողովուրդը որտեղ է։ Ժողովուրդ չկա, տավարիչ գեներալ, չկա ժողովուրդ, չի լինելու ժողովուրդ։ Չկա երկու այսպիսի բաժանված մաս ժողովրդի, որը մի մասը պաշտպանում է Կտրիչ Ներսյանին։ Իհարկե, շատերը կարող ասել, որ այն ինչ տեղի է ունենում, գեղեցիկ չէ, լավ չէ։ Համամիտ եմ, հարգելի հայրենակիցներ։ Կիսում եմ ձեր մոտեցումը։ Ոչ լավ է, ոչ էլ գեղեցիկ է։ Լավ կյանքից չէ եւ լավ իրավիճակից չէ, որ մենք բոլորս որոշել ենք ազատագրել մեր եկեղեցին։ Երբ ասում ես ազատագրել եկեղեցին, նկատի ունեմ, որ վատ է արդեն իրավիճակը, հա։ Բայց բաժանել հավատացյալներին, հակառակը Կտրիչ Ներսյանն է բաժանել հավատացյալներին։ Փաստացի կառավարությունին, որը Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը ընտրել է, եւ դա փաստ է, ինքը հայտարարել էր պայքար այդ կառավարության դեմ իր Բագրատ Գալստանյանի, Աջապահյանի, Պրոշյանի, ուրիշների իրա այդ թվում պահանջով, ուրեմն որ պաշտոնը լքի Նիկոլ Փաշինյանը եւ այլն։ Այսինքն բացահայտ, սա պետք է հստակ արձանագրել, Կտրիչ Ներսյանը պայքարել է մեծամասնության դեմ, հայ ժողովրդի կամքի դեմ։ Եվ հիմա երբ մենք խոսում ենք այստեղ հայտարարություն, որ բաժանում հավատացյալների, անել արհեստական, ինչ է արհեստական, այսինքն Կտրիչ Ներսյանի համակարգով դժգոհները արհեստական են։ Մոսկվայում առհասարակ կորցրել են իրականության հետ կապը, իրանք երկար ժամանակ կարծել են, որ կարան այստեղ դնել Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Կտրիչ Ներսյան, թալանեն, պղծեն, հայ ժողովուրդը տեսնի, թե սրանք ով են առհասարակ, որ հայության հետ ընդհանրապես կապ չունեն, բայց դե իրանք Մոսկվայից պաշտպանված են, իրանց այնտեղից կապահովեն, իրանց իշխանությունը Մոսկվայից է գալի, այսինքն ինչ խնդիր, ինչ են անելու, որ ոչ մի բան, հեղափոխություն կազմակերպեցինք, ուղղակի Նիկոլ Փաշինյանի սխալը այն էր, որ այն ժամանակ Կտրիչի հարցը չլուծեց։ Ես իդեմս շատ անգամ փորձել եմ այդ ուղղությամբ, որ քայլեր արվեն, բայց կոնկրետ Արթուր Վանեցյանը դրան խանգարել է։ Դեռ այն ժամանակներում, երբ Արթուր Վանեցյանը էր Նիկոլ Փաշինյանի ԱԱԾ պետը, Նիկոլ Փաշինյանի այդ սխալները փաստացի փաստ են, ուղղակի
կարծում եմ ինքը ոչ թե կհերքի, այլ հակառակը կհամաձայնվի սրա հետ, որովհետև հասկանալի է հսկայական տարբերությունը այսօրվա Փաշինյանի եւ այն ժամանակվա Փաշինյանի քաղաքականության միջև։ Եվ վերադառնանք այստեղ, տեսեք, Եզրասը իրան պատմել է, այսինքն մենք բացահայտել ենք արդեն փաստաթղթով, որ Եզրասը KGB-ի գործակալ է, այսինքն որ Եզրասը սպասարկում է այդ պետության շահերը։ Եվ երբ գալիս է, մենք գիտենք ձեր հետ միասին, նորություն չէ, որ ռուսական եկեղեցին ամբողջությամբ KGB-ի վերահսկողության տակ է։ Ամբողջությամբ։ Խնդիրը նրանում է, որ հայկական եկեղեցին էլ է ռուսական KGB-ի վերահսկողության տակ։ Խնդիրը դրանում է։ Այսինքն քաղաքական առումով հայկական եկեղեցին պետք է լինի Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունների ազդեցության տակ։ Ես վերահսկողություն բառը այստեղ չեմ օգտագործի, որովհետև իմ պատկերացումով կրոնական հարցերը առհասարակ պետության հետ մեծ կապ չպետք է ունենան, միայն պետք է վերահսկվի եւ ազդեցություն լինի այն ուղղություններով, որը պետական հարցեր են, բայց հենց կրոնը պետք է պետության գործերից հեռու լինի, պետական գործերից, քաղաքական գործերից, աշխարհաքաղաքական գործերից, ինչքան կարելի ավելի հեռու։ Բայց դրա հակառակը մենք ունենք հիմա գործընթաց, որում օգտագործում են մեր եկեղեցին մեր դեմ եւ պարզվում է, որ իրանց պատկերացումով մեր եկեղեցին մերը չէ, հասկանում եք։ Այս բովանդակությունը խոսում է նրա մասին, որ իրանք ասում են ճնշում է լինում հայկական եկեղեցու վրա, ռուսական եկեղեցին աջակցում է հայկական եկեղեցուն ճնշման պատճառով, բայց իրանք չեն հասկանում, եւ սա արհեստական է ասում է, իրանք չեն հասկանում, որ չկա ճնշում եկեղեցու վրա, որովհետեւ կտրիչը եկեղեցի չէ։ Իրանք չեն հասկանում, որ մեր ժողովուրդը այդքան կրթված է, այդքան ինքնագիտակցություն ունենք, բոլորը ոչ, մեծ մասը, այո, որ մենք վաղուց գիտենք, որ կտրիչը չէ եկեղեցի, եկեղեցու վրա ճնշում չի կարելի գործադրել ուղղակի։ Եկեղեցու վրա ճնշում գործադրել սովետական միությունը եկեղեցիներ էր փակում։ Եկեղեցու վրա ճնշում գործադրել են նրանք, ով եկեղեցիներ են քանդե, ով եկեղեցիներ են, ուրեմն մսկիթ դարձրել է խոսքին։ Եվ այլն։ Այդ մարդիկ կարելի ասել ճնշել են եկեղեցին, ինչպես կառույց։ Բայց երբ Կտրիչ Ներսյանի համակարգի փոփոխության մասին է խոսքը գնում, մենք չենք կարող եկեղեցի ճնշել։ Մենք կարող ենք ճնշել եկեղեցու վերնախավ։ Եվ այո, մեկ բառը փոխում է ամեն ինչ։ Եկեղեցի ճնշել, եկեղեցու վերնախավ ճնշել։ Տեսեք, կարծես իրար մոտ բաներ են, բայց հսկայական տարբերություն կա։ Կտրիչին ճնշել, եկեղեցին ճնշել։ Հիմա այս հայտարարությունում, երբ ռուսական եկեղեցին ասում է մենք աջակցում ենք հայկական եկեղեցուն, ինչու են աջակցում։ Տաճարներին, կառույցին լավ է, որ աջակցում են, խնդիր չկա։ Մենք էլ ենք կառույցին աջակցում, ավելի ճիշտ մեր կառույցն է, մենք ենք աջակցում։ Եվ խնդիրը նրանում է, որ մեր կառույցը այն մարդկանց կողմից չի վերահսկվում, չի ղեկավարվում, որը մենք ուզում ենք։ Իսկ դա հայկական եկեղեցի է, չմոռանաք։ Դա ռուսական եկեղեցու Հայաստանի ֆիլիալ չի ձեր համար, բաժին, որ դուք այստեղ որոշեք ինչ է լինելու եւ ով է ղեկավարելու։ Այսինքն այստեղ ուղղակի արձանագրենք հարգելի հայրենակիցներ, որ ռուսական եկեղեցին բացահայտում է, որ Եզրասը, Կտրիչը իրանց ազդեցության գործակալներ են, որ իրանք ուզում են հայ ժողովրդից Լավրովի եւ Զախարովայի պես, հասկանում եք, հենց նույն տրամաբանության մեջ, ինչպես Լավրովը եւ Զախարովան, հայ ժողովրդից ուզում են պաշտպանել մեր եկեղեցին։ Մեր եկեղեցին պաշտպանել մեզանից, հարգելի հայրենակիցներ։ Սա աննկարագրելի բացահայտում է իրականության, սա ուղղակի բոլոր մտածող հայերին ցույց է տալի։ Ինչ ենք մենք անում, ինչու ենք անում, եւ ակնհայտ է սրանից հետո դառնում, որ Նիկոլ Փաշինյանը, ես այդ թվում, եւ բոլոր մնացածները, ով այս գործընթացում մասնակցել են, որևէ դեպքում ոչ թե այս գործողություն ենք վարում, ինչու մասին խոսում են Մոսկվայից, այլ դրա հակառակը։ Դրան մեծ խորանալու նույնիսկ անհրաժեշտություն չկա։ Դրա հակառակը, իսկ դրա հակառակը ինչն է։ Եթե մենք իրոք, իսկ ես հավատում եմ դրան եւ համոզված եմ դրանում, բայց սա հաստատում է նաեւ։ Եթե մենք ուզում ենք ազատագրել մեր եկեղեցին օտար ազդեցությունից, ապա ես հարց եմ ձեզ ուղղում, հարգելի հայրենակիցներ, դա ազգանպաստ գործ է, թե ոչ։ Թե այո, եւ ինչ ծավալի ազգանպաստ գործ է ազատագրել մեր եկեղեցին օտարի վերահսկողությունից։ Ես համարում եմ, որ շատ մեծ ազգանպաստ գործ է, շատ մեծ։ Եվ հաշվի առնելով այն, որ դա հիմա դեռ փորձում են կասկածի տակ դնել, թե ինչ ենք մենք անում,
Եվ ես տեսնում եմ, փորձում են նկարագրել, որ սա ինչպես Ռուսաստանի կայսրությունն էր պայքարում եկեղեցու դեմ, հայկական, հետո սովետը, հիմա էլ այս իշխանությունները եկեղեցու դեմ եւ այլն։ Ասեմ ուղիղ, ասեմ ուղիղ, եւ Փաշինյանը այդտեղ ճիշտ է իհարկե, երբ դա ասում է, որ եկեղեցիները վաղուց դատարկ են, վաղուց։ Եկեղեցին վաղուց Կտրիչ Ներսյանի բիզնես ֆիլիալներն է դառը։ Եկեղեցին վաղուց ազդեցություն չունի եւ դա Կտրիչ Ներսյանի գործունեության հետևանքում է, որտեղ մենք ունեցել ենք Վազգեն Ա կաթողիկոս եւ մենք գիտենք ինչ է կաթողիկոսին հարգելը եւ ինչպիսին պետք է լինի ամենայն հայոց կաթողիկոսը, որը իր ժողովրդի հայրն է։ Կտրիչ Ներսյանին ինչ ժողովրդի հայր։ Կտրիչ Ներսյանը թող նա իր սեփական երեխեքով զբաղվի, մեր եկեղեցին հանգիստ թողնի։ Իր եղբոր հետ միասին։ Բայց այստեղ շատ կարևոր է լյուստրացիայի գործընթացը, որ սկսվել է, սրանի պատասխան, կարծում եմ պետք է շարունակվի։ Պետք է այստեղ ուղղակի ֆիքսվի եւս մի քանի հոգու վրա բացահայտվի Եզրասից բացի, որ սրանք KGB-ի գործակալներ են, այսինքն դուք խոսք ու մենք գործ ունենք, հարգելի հայրենակիցներ։ Ուղղակի իրանք հակած ունեն կրոնական զգեստ, հասկանում եք։ Չի տարբերվում դա իրականում նրանից, որ իրանց հակը KGB-ի զգեստ է։ Վերջ։ Մենք ունենք գործ ձեր հետ միասին KGB-ի գործակալների հետ։ Բացահայտ, որոնց Ռուսաստանը օգտագործում է, բայց ամենախորամիտ նպատակով, օգտագործելով մեր եկեղեցին, մեր ազգը, մեր կրոնը եւ այլն։ Այսինքն սրանով կարողանալով օգտագործել հիբրիդային պատերազմով, տեսեք, երկու կարևոր թեզ է։ Սրանք մեր եկեղեցու դեմ են, նախընտրական թեզ է, եւ երկրորդ կարևոր թեզը։ Իրանք դավաճան են, թուրք են, Արցախ են հանձնել եւ այլն։ Մի խոսքով այդ կեղծ նարատիվները, որովհետեւ մի փոքր որ ուշադիր լինեք, շատ པարզ հասկանալի է դառնում։ Տեսեք, հայկական պետությունը երբ է հզորացել, որ ժամանակահատվածում, ինչ քանակով։ Այսինքն, երբ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը քանդում էին հայկական պետությունը, բայց հայտարարում էին, որ իրանք ասենց հայրենասեր են, դա մենք ընդունում ենք, իսկ երբ Նիկոլ Փաշինյանը եկած գլխին կազմակերպում են Ղարաբաղ, չհասցրեց 2 տարվա մեջ, այն էլ գիտենք բանակը ոնց է զորացրել, ապա պարտված պատերազմում դավաճան ես համարվում։ Նիկոլ Փաշինյանը չէր, որ եվրոպացիքին զգուշացնում էր, ասում էր թուրքերը Վիեննայում կլինեն, եթե հիմա թուրքերին չկանգնացնեք։ Այսինքն մենք մեղադրում ենք Փաշինյանին ասելով այն բառերը Արցախի մասին, որ ինքը ասել է, որ պետք է չասեիր դա, բայց մյուս կողմից որ ասել է դա բավարար չէ, որ հասկանանք ինքը Թուրքիայի շահեր է անցկացրել Ադրբեջան թե ոչ։ Այսինքն չկա որևէ կարգավիճակ, որով կարելի է իրան համարել հայրենասեր։ Միևնույն ժամանակ գործնային առումով որ նայենք պետությունը Նիկոլ Փաշինյանի օրոք ուզես են 2 տարվա մեջ հետո համաճարակ պատերազմ, փախստականներ եւ այլն, բայց ընդհանուր առումով մենք ինչ աճ ենք ունեցել պետականության։ Այսինքն ով է ի վերջո պետությունը սիրում, ով ճանապարհ է կառուցում պետությունում, թե ով ճանապարհ քանդած ճանապարհներ ունի պետությունում, ով դպրոց է կառուցում, որ մեր ապագա սերունդը սովորի, թե ով թալանում է այդ գումարները կազինոներում կռվում, ինչ որ միտեղ արտասահմանում, ով բանակը զինում է, թե ով բանակը թալանում է, ով է ավելի հայրենասեր։ Սա պետք է ուղղակի ֆիքսել ու հասկանալ, հա։ Եվ ով է ավելի հայրենասեր, ում որ Կտրիչ Ներսյանը աջակցում է, թե ում որ Կտրիչ Ներսյանը ում որ դեմ է։ Ով է ավելի հայ։ Սա շատ հեշտ է պարզել։ Եթե դու համարում ես Կտրիչ Ներսյանին հայի պատկեր, բարդ է այդ խոսքերը ասել, ապա կամ էլ այդ դեպքում այո, իհարկե, ում որ Կտրիչ Ներսյանը աջակցում է, դա է իրական հայը, բայց ո՞նց է այդպես լինում, որ երբ մարտի 1 է տեղի ունենում Կտրիչ Ներսյանը չկա, երբ ուրիշ դեպքեր, ինչ ապրիլյան պատերազմը չենք հիշում, Սերժ Սարգսյանի ժամանակ, հողեր են կորցրել այդ ժամանակ, այո, զոհեր, հողեր, Կտրիչ Ներսյանի մեկ հայտարարություն հիշում եք Սերժի հանդեպ, որ լքի պաշտոնը, ոչ, որովհետև ոնց Մոսկվայից այդպիսի հրաման չկար, ոնց, այս Մոսկվայի կադրն է, վերջ։ Երբ Լավրովի պլան էին համաձայնեցրել եւ Լեռնային Ղարաբաղի այդ տարածքները բանը պետք է հանձնեին Սերժի ժամանակ, Կտրիչը
մի անգամ լսել եք իրան դավաճան անվանի եւ այլն։ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ սա արվում է, որովհետեւ Ռուսաստանը այսօր Նիկոլ Փաշինյանի չի վերահսկում։ Այսինքն իր գործակալը չի Հայաստանում իշխանությունում։ Բա ինչու են Կտրիչ Ներսյանը բացահայտ աջակցում Սամվել Կարապետյանին եւ Սամվել Կարապետյանը Կտրիչ Ներսյանին, որովհետեւ տեսեք, եկեղեցում ռուսներն են, ռուսական գործակալ, կառավարությունում ոչ, ուզում են կառավարությունում էլ լինի, հասկանում եք, Սամվել Կարապետյանը եւ վերջ։ Եվ ձեզ կխոստանան ժողովրդին, գիտեմ, որ դուք մեր ալիքի հարգարժան անդամները եւ դիտորդները չեն խափնվի, բայց մեր ժողովրդին փորձում են խափել։ Փորձում են խափել հենց օգտագործելով այդ ամենը, հասկանում եք։ Եվ սա ակնհայտ է։ Ուստի պատասխանելով այստեղ Ռուսաստանի կողմին ես պետք է շնորհակալություն հայտնեմ իրանց, որ մեկ անգամ եւս բացահայտեցիք ձեր իրական երեսը, բացահայտեցիք, որ մեր եկեղեցում ոնց եք կառավարում տիրապետում իրավիճակը եւ բացահայտեցիք ձեր գործակալներին, շնորհակալություն, հայազգը հենց տենում է, որ Լավրովը մեկին պաշտպանում է Հայաստանում, հասկանում է ամեն ինչ, լավ է, Զախարովան մեկին պաշտպանում է, հասկանալի ամեն ինչ, մեկին մեդալ են տալի, հասկանալի ամեն ինչ, հա, մեկին եկեղեցին է ռուսական պաշտպանում, ամեն ինչ հասկանալի է, հստակ է, դա մեր համար ամենալավ, դա Փաշինյանի վարկանիշը եւ ընդդիմադիր ուրիշ ուժերի նաեւ ասեմ, որ այս ընտրությունների համատեքստում կարևոր նաև արևմտամետ ընդդիմադիր ուժեր կան, խոսքին իդեմս հանուն հանրապետության եւ հանրապետություն կուսակցությունները, որոնք նաև շատ առողջ օրակարգ ունեն, այսինքն ես միայն քաղաքացիական պայմանագիրը նկատի չունեմ, երբ ասում եմ այդ առողջ ուժերը, ապա այդտեղ մենք բացահայտ հասկանում ենք ձեր հետ միասին հարգելի հայրենակիցներ, որ աջակիցները այս մարդկանց, այս կուսակցությունների աճում են։ Այո, որովհետեւ պարզ մարդիկ հասկանում են, եթե Լավրով որևէ մեկին պաշտպանում է, ապա դրանից լավ անտի-PR, դրանից ավելի մեծ անտի-PR, իմ պատկերացումով հայ ժողովրդում չի կարող լինել։ Շատ շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, կարծում եմ, որ այս արձանագրումը ուղղակի շատ կարևոր էր եւ անպայման պետք է անեինք։ Կհանդիպենք, ցտեսություն։